Տիկին Հակոբյան երեկ տեսանք, որ եպիսկոպոսները հանդիպում էին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախ հրապարակվեց, այսպես ասած, նամակ, կոչ, իբրև դիմում են եպիսկոպոսաց դասին, հայ եկեղեցու հետևորդներին, ու դրան արդեն հաջորդեց Նիկոլ Փաշինյանը հրավիրեց եպիսկոպոսներին իր հետ հանդիպման, ու նրանց թվում էր Արցախի թեմի առաջնորդը Տեր Վրդանեսը։ Հաճախ ենք այս իշխանություններին ասում, որ այ դուք եք պարտության ես մեղավորը, դուք եք հանձնել Արցախը։ Հիմա ինչպես է թեմի առաջնորդը գնում նրա այդ ձեռք սեղմում, հանդիպում։ Գիտեք, իրականում շատ ցավոտ էր ու անսպասելի բոլորիս համար, որովհետև չնայած որ Արցախի թեմի առաջնորդը իր տեսակով միշտ պասիվ է եղել, նաև առաջնորդելու առումով է պասիվ եղել, եկեք չմոռանանք, որ Վրդանես Սրբազանը նախ ավելի շուտ պատերազմից հետո մենք որպես այդպիսին ուժեղ առաջնորդություն չենք զգացել, որպես թեմի առաջնորդի, այնուհետև ամենածանր շրջանում շրջափակման ժամանակ Վրդանես Սրբազանը մեր կողքին չէր, Արցախում չէր, եւ որպես այդպիսին մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ այդ ողջ ընթացքը ինքը ինչ էր անում կամ որտեղ էր։ Իսկ ամենածանրը դա տեղահանության ժամանակ էր, երբ Սրբազանի կարիքը իրոք ուներ Արցախի ժողովուրդը, որովհետև այն որոշումը, որ կայացրեց ժողովուրդը չմնալ չնամու լծին տակ եւ թեկուզ հայրենիքից դուրս գալու գնով պահել արժանապատվությունը, կարծում եմ, որ հենց թեմի առաջնորդն էր, որ պիտի այդ ժամանակահատվածում ժողովրդի առջևից գնար եւ ուղղորդեր, ինչը մենք ցավոք սրտի էլի չունեցանք, չնայած նաեւ այդ ողջ ընթացքում եւ շրջափակման եւ մեկ օրյա պատերազմական գործողությունների ընթացքում մենք շատ ուժեղ զգացել ենք մեր հոգեվոր հայրերի առաջնորդությունը, թեկուզ առանց թեմի առաջնորդի, ինչևէ նաև արդեն տեղահանումից հետո եւս շատ է եղել կարիքը եւ մենք ցանկացած գործընթաց սկսելուց առաջ փորձել ենք ստանալ Սրբազանի օրհնությունը, որը շատ դեպքերում էլի չի հաջողվել, այսինքն այդ պասիվությունը միշտ խանգարել է։ Իսկ այսօր նրան ինչն է, եթե այդ ժամանակ այդ ընթացքում պասիվ էր Տիկին Հակոբյան, այսօր ինչն է նրան ստիպում ակտիվանալ ու գնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել։ Ես այսքան ասեցի, որպեսզի պարզ լինի, որ մենք անընդհատ ենք ունեցել այդ կարիքը եւ ցավոք սրտի չենք ունեցել եւ նաեւ այդ ողջ ժամանակահատվածում չենք դրանից ելնելով նաև այսքանը, որ ես ասեցի, որովհետև ամեն դեպքում մենք բոլորս պիտի տարբերվենք թե Նիկոլից, թե իր ուսապարկերից մեր պահվածքով, որովհետև պիտի չմոռանանք, որ մեր առջև Աստծո ծառաներն են եւ մենք չէ որ պիտի դատենք ու դատապարտենք, անչափանալով նաև իրենց ճիշտ ընթացքի կարիքը։ Բայց ամեն դեպքում ես պիտի փաստեմ, որ ցավով եմ արձանագրում, որ այսօր չի կարող այլևս Վրդանես Սրբազանը ներկայացնել արցախցիների հավաքական, այսպես ցանկությունները, նպատակները, որովհետև անկախ նրանից այս ժամանակահատվածում քանիսին կարող ենք թվարկել արցախցիներից, քանի անց կարող ենք թվարկել, որ մոլորության մեջ է գտնվել եւ սեղմել է Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարի ձեռքը եւ նստել նրա այդ սեղանի շուրջ, այդ բոլորը չեն կարող ընկալվել որպես այսպես նպատակ ունեցող մարդիկ, այդ թվում ցավոք սրտի նաեւ այդ շարքում է հայտնվել Սրբազանը Արցախի թեմի առաջնորդ։ Տիկին Հակոբյան, իսկ հնարավոր է նրա դեմ ինչ-որ կոմպրոմատներ կան, ճնշումների է տեղի տվել։ Գիտեք, ես չեմ կարող ասել, այսօր ես ինքս լսել եմ տարբեր կարծիքներ այդ առումով, նաեւ քահանաներից, որ միայն այդ պարագայում կարող էին գնալ նման քայլի Նիկոլի շուրջ նստած հոգևոր հայրերը, չեմ կարող ոչ հաստատել, ոչ բացառել, միայն ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած պարագայում ընտրությունը հոգևորի երևի թե ու վախերի մեջ է կամ չգիտեմ Նիկոլի հորինած ինչ-որ կեղծ արդարություն ընտրելու մեջ, որտեղ չի կարող Նիկոլի հայտարարությունները լինեն դրանք արդարության հետևից լինածող հայտարարություններ կամ կոչեր, հետևաբար ճնշումներ չեմ բացառում, բայց ամեն դեպքում որպես հենց Արցախի ժողովրդի նաև ներկայացուցիչներից մեկը փաստում եմ, որ ընտրությունը ամեն դեպքում ճիշտ չի կատարվել, դա մեր
ոչ ցանկությունն է, ոչ նպատակն է, այսօր Հայաստանի իշխանությունները ընդհանրապես որևէ կերպ պիտի չկարողանան ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդի կամ Արցախի բնակիչներից որևէ մեկի վրա, որպեսզի որևէ կերպ չխաթարվի կամ կասկածի տակ չդրվի արցախցիների եւ ընդհանրապես հայի հավաքական նպատակներն ու երազանքները, որը Արցախ վերադառնալն է, ուրիշ տարբերակ չկա։ Եվ մի քանի հոգին չեն կարող ներկայացնել այդ նաև սրբազան արցախցիների նպատակներն ու ցանկությունները։